Շնորհակալություն Արթուր Դավթյան, հուսով եմ ճանաչում եք ինձ, ներկայանալու կարիք չկա։ Նախ ուզում եմ ողջունել կազմակերպված քննարկումը, թեման է շատ արդիական, թեման է շատ կարևոր, ողջունում եմ բոլոր բանախոսներին եւ ակնհայտ դարձավ բոլորիս համար, բոլորի խոսքի մեջ էլ կարմիր գծով անցնում է, որ մենք այս հարթակում, այս հարթությունում ունենք իրապես ահագնացող խնդիրներ։ Եվ այդ խնդիրների մասին անպայման պետք է հնարավոր բոլոր ձևաչափերով բարձրաձայնել եւ փորձել դրա լուծումները, հրատապ լուծումները գտնել ուղղությամբ ջանքեր դնել։ Այժմ անդրադառնամ իմ հարցին, տեսեք, այստեղ շատ կարևոր դիսկուրսը գնաց նրա շուրջ, թե ի վերջո իրավական փոփոխությունների կարիք մենք նմանատիպ վտանգներից խուսափելու համար ունենք, թե չունենք։ Իմ համար ստացվեց որոշակի հակասական մոտեցում, որովհետև բոլոր բանախոսները շեշտում են ինստիտուտների զարգացումը, բայց կարծեք թե իրավական փոփոխությունների կարիք ես այդպես ակնհայտորեն չլսեցի։ Բայց հիմա տեսեք, ժողովրդավարությունը վիճարկվել է մեր երկրում այս ամբողջ շուրջ 35 տարիների ընթացքում։ Բոլոր ժամանակներում էլ, բոլոր իշխանությունների օրոք էլ ժողովրդավարությունը ճզմելու, ժողովրդավարության հետ կապված խնդրահարույց իրավիճակներ առաջարկվել են։ Ուզում եմ պարոն Ավագյանի խոսքին այստեղ հենվելով ասեմ, որ իսկապես ժողովրդավարության եւ պետության իրավական լինելու առաջին պահապանն ու պաշտպանը արդարադատության համակարգն է։ Արդարադատության համակարգը դա մենակ դատական համակարգ չէ, դա նաև ամբողջ քրեական հետապնդման համակարգն է, այսինքն բոլոր այն ինստիտուտները, որոնք արդարադատության վերջնարդյունքի գործում նպաստ ունեն։ Հիմա արդարադատության համակարգի հետ կապված դարձյալ վիճահարույց մոտեցումներ բոլոր ժամանակներում մեր երկրում եղել են։ Հիմա եկեք նայենք ինչն է դրա պատճառը։ Ամենատարբեր փաստարկներ են բերվում, որ պետքա, չգիտեմ, առողջանա քաղաքական համակարգը, որ պետքա, չգիտեմ, առաջնորդը կամ քաղաքական իշխանությունը բարի կամք դրսևորի, բայց ես կարծում եմ, որ մենք եթե չպետք է վերջնական գոնե վերջին քաղաքական փոփոխություններից հետո փակենք, որ որևէ մեկի բարի կամքին պետք չի ապավինել։ Այո, ինստիտուտները պետք է կայանան, ինչպես պետք է կայանան ինստիտուտները։ Հիմա խնդրում եմ նայեք, մենք 95 թվականին ունեցել ենք սահմանադրություն, 2 անգամ սահմանադրական փոփոխություններ ենք կատարել։ Բոլոր 3 սահմանադրություններով էլ ամբողջ արդարադատության համակարգը ձևավորում է գործող քաղաքական իշխանությունը։ Հիմա ուզում ենք մենք այս տեսակ կարգավորման պայմաններում ունենանք այնպիսի արդարադատության համակարգ, որը պահապանն ու պաշտպանը կլինի պետության իրավականության կամ ժողովրդավարության, ես կարծում եմ, որ իթիվս այլ միջոցների, իթիվս այլ մեթոդների մենք այստեղ շատ մեծ անելիք ունենք։ Եվ շատ մեծ անելիքը առաջին հերթին հետևյալ կերպ եմ ես պատկերացնում եւ իմ պատկերացումը ուզում եմ որպես քննարկման առարկա բանախոսներին առաջարկել իրենց կարծիքը լսելու համար։ Այսինքն քաղաքական իշխանությունը ինքը իրեն պետք է սահմանափակի արդարադատության համակարգի ձևավորման եւ վերահսկելիության հնարավորությունների մեջ։ Ես անկեղծ եմ ուզում ասեմ 18 թվականի քաղաքական փոփոխություններից հետո կարծում եմ տրամաբանությունը հուշում էր, որ դրա հավանականությունն ավելի մեծ է, այսինքն ավելի սպասվում էր դա, բայց ինչ տեղի ունեցավ։ Մենք տեսանք 18 թվականի քաղաքական փոփոխություններից հետո որևէ մեխանիզմի, իրավական մեխանիզմի փոփոխություն, որտեղ իշխանությունը կսահմանափակեր իր միջամտությունը արդարադատության համակարգին։ Մասնագիտական հարցին մոտենամ, ԲԴԽ նախագահաների փոփոխության եւ SMS-ով ազատման մասին խոսք գնաց։ Իսկ ինչպես է ձևավորվում մեր դատական համակարգը։ Եթե բարձրագույն դատական խորհրդի ուղիղ կազմի կեսին քաղաքական իշխանությունն է ընտրում, այսինքն ով մեծամասնություն ունի, ինքը նշանակում է այսպես կոչված։ Եթե մեր դատական համակարգի վերինացյանի Վճռաբեկ դատարանի պալատների անդամներին ընտրում է քաղաքական մարմինը, մենք այս պայմաններում ինչ-որ արտարոց բան ենք այստեղ տեսնում, ակնհայտորեն ոչ։ Հետևաբար ես կարծում եմ, որ քանի որ հիմա նաև այսպես նախընտրական փուլ է երկիրը մտնում, ապագայում իշխանության ձգտող բոլոր քաղաքական ուժերը պետք է շատ ռեալ մեխանիզմ առաջարկեն, թե իրենք գալով իշխանության, իրենց կամքով, հատկապես արդարադատության համակարգի ձևավորման գործում, ինչ հնարավորություններից են իրենց ձեռքելու։
ինչպես չեն միջամտելու ոչ թե բարի կամքով, որ մենք չենք միջամտի, այլ իրավական մեխանիզմ, որ այսինքն օրինակ գլխավոր դատախազին այլևս ոչ թե քաղաքական մարմինը կնշանակի, այլ կնշանակի այսինչ մասնագիտական խորհուրդը, որ որևէ քաղաքական իշխանության օղակ ոչ մի կերպ մասնակցություն չի ունենա հատկապես դատական համակարգի նշանակումների կամ վերահսկելիության վրա։ Ասենք օրինակ ԲԴԽ կազմում հաստատ առնվազն հավասար մասնակցություն չի ունենա քաղաքական մարմին։ Եվ այսպես, այսինքն մեխանիզմները ամենատարբեր են։ Ես կարծում եմ, որ լուծման կարճ ճանապարհ իրական ժողովրդավարության հասնելու, իրավական պետության կայացման, հատկապես շեշտադնել որոշակի պատմական փուլում արտահայտության համակարգի վրա եւ այդ համակարգի ինստիտուցիոնալ, իրավական, սահմանադրական փոփոխություններով է հնարավոր այս ամենին հասնել։ Եթե սրա վերաբերյալ մեր բանախոսները ասելիք ունենան, շնորհակալ կլինեմ։ Շնորհակալություն։ Այս հարցում մենք պիտի խնդրենք, որ դուք գայք մեզտեղ միանաք։ Կամ կարելի է մի նոր քննարկում անել, որովհետև սա իրոք նախ պատրաստում է մասնագիտական, պահանջում է մասնագիտական խոր գիտելիքներ, որպեսզի կարողանանք այդ հարցին պատասխանել։ Միջև իմ կարծիքը ասեմ, բայց ես մի բան եի ուզում հիշեցնել կամ չգիտեմ, եթե կարող շատ մարդիկ այդ բանին չեն անդրադարձել ժամանակին։ Երբ որ 90-ական թվականներին, 95 թվականի սահմանադրության ընդունումից հետո այդ դատական նոր համակարգը ձևավորվում էր, դատավորների նշանակվում են, նրանց տրվում էր անձեռնմխելիության կարգավիճակ ՑՄԱ, դա ենթադրվում էր որպես մեխանիզմներից մեկը, որ քաղաքական իշխանությունը նշանակեց, որոշ ժամանակ հետո հեռանալու է, նրանք արդեն կախված չեն լինելու իրենց նշանակողներից։ Այսինքն, այստեղ ի սկզբանե դրված էր մի հատ էվոլյուցիոն գաղափար, որ եթե այս ընդհատումները, չգիտեմ, անընդհատ փոփոխությունները եւ այլ բաները չլինեին, միգուցե այսօր արդեն կայացած համակարգ ունենայինք նշանակված մարդիկ, որոնք պաշտպանված են սահմանադրությամբ, որտեղ անփոփոխելի էին եւ անձեռնմխելի էին, եւ կախված չէին լինի օրվա իշխանության կամքից կամ նրանց նշանակումից։ Հա Համաձայն եմ, բայց ամբողջ բոլորը միանգամից չեն մահանում, բարեբախտաբար։ Հիմա ինչ վերաբերվում է կոնկրետ ձեր հարցադրմանը, թե քաղաքական ուժերը ինչ սեփական սահմանափակման են պատրաստ, այստեղ մի քիչ ձեր ասածի մեջ հակասություն եմ տեսնում, որտեղ ստացվում է, որտեղ էլի ոնց որ քաղաքական ուժի կամքին են կապավինում, որտեղ քաղաքական ուժը պետք է խոստանա եւ հետո պետք է կատարի, որ ինքը իրեն զրկելու է ինչ-որ իրավասություններից։ Դրա համար իմ կարծիքով ես էլի պիտի գամ այն ֆորմուլային, որ այստեղ որովհետեւ մենք ունենանք կայուն գործող համակարգ, այդ թվում արտահայտության համակարգ, այդ հասարակության հակակշիռների եւ զսպումների մեխանիզմները բոլոր տեղերում պետք է աշխատեն։ Բնական ընթացք պետք է լինի, բնական գործընթաց պետք է լինի, ասենք եթե մամուլը ինչ որ չարաշահում է տեսնում միտեղ, ինչ որ բարձրաձայնում է, դրան պետք է ընթացք տրվի։ Իմ կարծիքով ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացման մեջ է գաղտնիքը սրա։ Ես չգիտեմ, ավելի մասնագիտական կարծիք չեմ կարող ասել, շատ հնարավոր է, որ ձեզ առաջարկների մեջ կարևոր բաներ կան, որ պետք է քննարկել եւ ինչու՞ չէ նաեւ ներառել ծրագրերի մեջ քաղաքական կուսակցությունների կողմից, բայց ինձ թվում է, որ մեխը պիտի լինի դա, որպեսզի ոչ մեկի կամքից կախված չլինի, պիտի այդ հակակշռող, զսպող մեխանիզմները գործեն։ Այստեղ իհարկե քննարկումը ճիշտ է, մի քիչ գնաց ավելի շատ ժողովրդավարության խոչընդոտող սպառնալիքների մասին, որի հետ կապված շատ իհարկե խոսելու տեղ ունենք եւ որևէ կերպ միտումնավոր չէր այդ թեմային չանդրադառնալը։ Այսպես ասեմ, շատ ժամանակ, քանի որ մենք տեսնում ենք կայուն մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավարը, այսինքն հնարավորություն ունենում ուղիղ նշանակում անել ձեր իսկ նշած
տարբեր ինստիտուտների պաշտոնյաների մասով ու այստեղ ստացվում է որ ինքը իր միջոցով լավություն է անում եւ այդ պաշտոնին է նշանակում այդ մարդուն ու այստեղ անձնական կապվածություն կա իհարկե օրենքը ասում է որ նա անկախ է եւ կարող է իհարկե այդ հրաժարականի պահանջը չընդունել եւ այլն սակայն քանի որ այդ մարդն է իրան բերել այդ մարդու պահանջով նաեւ ինքը հրաժարական է տալիս հիմա եթե մենք խաղի կանոնը պարզապես որպես sense ոտքի վրայի առաջարկ կարող եմ ասել եթե չլինի նշանակումը պարզ մեծամասնությամբ այլ խորհրդարանում 2/3 կամ այլ ձևաչափ այսինքն դիմության հետ պայմանավորվելու միջոցով միայն նշանակով լինի մի մարդը չի կարող որպես լավություն բերել ու նշանակել այսինքն նաև պետք է դիմության համաձայնությունը ու նաև այդ մարդու հետ կապված կապերի հետ օրինակ սեփական կուսակցին հնարավոր չլինի դարձնել տվյալ անկախ ինստիտուտի պաշտոնյա նույն ձև օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չի կարող լինել 3 կուսակցության անդամ եւ այսօր ոչ կուսակցական անձնավորությունը ով երկար տարիներ եղել է վարչապետի օգնական այսինքն չափորոշիչները իհարկե պետք է սահմանել ու չափորոշիչներով պետք է առաջ գնալ Ես ամբողջությամբ համաձայն եմ ու դա իհարկե ձեր մասնագիտական դաշտա թե ինչ հնարավոր մեխանիզմներ կարող լինեն որ ձևավորվի խորհրդարանի կողմից ընդդիմության մասնակցությամբ կամ ընդհանրապես մասնագիտական մարմնի կողմից դա շատ սպეციფიկ է ինձ համար որ կարողանամ ինչ որ արդյունավետ գաղափար առաջ քաշել բայց էլի վերաբերելով համալսարաններին հա որոնք ձևավորվում են ամբողջությամբ անկախ եղանակներով Ես ինքս իմ աչքով տեսել եմ մի համալսարանում, որտեղ երկար գործունեություն եմ ծավալել, ինչպես է ռեկտորը տալիս հրաժարական, որովհետև կա վեճ իշխանության հետ, ընդ որում մի ռեկտոր ում իշխանությունն էր հենց կարծես թե իշխանապողության օրոք էր, նա ռեկտոր դարձել, որից հետո մի տարի համալսարանը չի կարողանում նոր ռեկտոր ընտրի, որովհետև իրականում ընտրող անձինք չլինելով պետական պաշտոնյաներ կամ massամբ լինելով պետական պաշտոնյաներ, ելի կախվածությունը տեսնում են իշխանությունը ինչ կասի։ Ցավոք սրտի մեր նման երկրներում խնդիրը ոչ միայն այնա ուղիղով ընտրում ով չէ, այսինքն մի դեպքում գլխավոր դատախազինն ազգային ժողովն առաջնային մանդատ կրելով ընտրում եւ կարող ենք այո ասել որ այդ ընտրությունը ուղիղ է մյուս դեպքում անուղակի ներազդեցություն է ունենում դրա համար ես կարծում եմ որ ավելի շատ մեզ մոտ քաղաքական համակարգի ու մշակույթի խնդիրն է չնայած այդ մեխանիզմները անխոս պետքա իրավական իմաստով կարգավորել բայց նոր դա է փորձում հիշել Նիքսոնը ԱՄՆ նախագահ հրաժարական էր տվել որովհետեւ իր մրցակից ուժի գրասենյակում լսող սարք էին տեղադրել Watergate-ը իր իմացությամբ հա այսինքն այդ համակարգում դա անընդունելի բան է մեր համակարգում բոլոր կուսակցությունները գիտեն որ իրանք այնպես նորմալ գաղտնալսման տակ են էլի ուզում եմ ասեմ այս մշակութային հարցը ստեղ ավելի շատ է չնայած միևնույնն է ես կարծում եմ որ կարգավորումը իրավական անհրաժեշտ է նաև մեխանիզմներով համաձայն գործընկերների շարունակելով ու ասելով որ իսկապես իրավական հարցերով մեծ մասնագետ չեմ, բայց մի այլ կարևոր հանգամանք եմ ուզում ասել, որ առաջիկայում էլ չի լինելու։ Հայաստանում քննադատավոր քաղաքական փոփոխություններից հետո էլ այն ժողովրդավարությունը, որի մասին դուք այստեղ խոսում եք, ես դրա մեջ խոր համոզմունք ունեմ չի լինելու։ Մեր երկիրը տեկտոնական փոփոխությունների է ենթարկվել։ Այդ փոփոխությունները ընդ որում հիմա չգիտեմ պատվի պատմություն խորհրդային միության փլուզումը դրա անկատար իրավական համակարգը ստեղծված իրավիճակները անձնավորված քաղաքական համակարգը քաղաքական մշակույթի այն տարերը որ մենք ենք ունեցել այս վերջին 30 տարիների ընթացքում այս ամեն ինչին մի հատ էլ գումարվել է շատ ավելի սարսափելի ողբերգական փոփոխություններ որտեղ մենք ոչ միայն այս սարսափով ենք անցել, վերջին 5 տարվա այս սարսափով ենք անցել, նաև հասարակության մեջ այդ թշնամանքի սեփական միմյանց ատելու այս մթնոլորտը շատ հստակ ձևավորվել ու ես վստահ եմ որ առաջիկայում էլ այսինքն փոփոխություններ եթե այս երկրում տեղ ունեցան աստված առաջ որ այդ փոփոխությունները տեղ ունենան բայց դրա արդյունքում էլ մենք չենք կարողանա լավ փոփոխություններ բայց մենք դրա արդյունքում էլ չի լինելու դա որովհետև այսպես այսինքն երբ որ ցանկացած հեղափոխություն
փողոցային իշխանությամբ եղած հեղափոխություն բերում է այս պատմությունն է ցույց տվել, էլի, բերում է ծանրագույն կորուստների ու այդ ծանրագույն կորուստների հետևանքով նաև քաղաքական համակարգերի տրանսֆորմացիայի, չգիտեմ, պրոբլեմների, խնդիրների փոխադարձատելության ու ինչ հսկայական շրջան է անցնում, մինչև այդ բանը, այսպես այդ մրիկը գալիս նստում է ու այդ նստելու արդյունքում սկսում են այլևս այսպես այդ պետական ինստիտուտների կրկին ձևավորումներն ու մյուսները այդպես է եղել միշտ հիմա նայենք մեր հարևան Վրաստան օրինակի համար, եղավ Վարդերի հեղափոխությունը, որ պետք էր ժողովրդավարություն, մյուս եւ այլն, ինչ արեց Սաակաշվիլին, ինչպիսի մոդելով գնաց։ Հաջորդողները եկան ու ժողովրդավարություն ամրապետեցին, չէ, ուղղակի Սաակաշվիլին նստացին այսպես տեղը ու ցույց տվեցին։ Նույն ուկրաինական օրինակը, Ղրղստանում կա այդ ժողովրդավարության օրինակը, հեղափոխություն տեղ ունեցավ եւ այլն եւ այլն։ Այսինքն, այո, պետք է մեխանիզմների ստեղծման մասին պարոն Դավթյան մտածի բնականաբար եւ դա ձեր գործառույթն է, այսպես որպես իրավաբան, հա, ես խոստանում եմ, որ մենք որպես լրատվամիջոցներ դա կլուսաբան ենք անպայման, բայց առանձնապես ես մեծ հավատ չունեմ, որ այն վերնագրերը ինչի մասին մենք խոսում ենք, այդ վերնագրերը առաջիկա 10-20 տարվա ընթացքում մենք ունենալու ենք հաշվի առնելով թե ռեգիոնի առանձնահատկությունները, թե 1000 հարց։ Արգիր, առաջարկում եմ շնորհակալություն համարության պատասխան